Միացյալ Նահանգների ղեկավարը դրական է գնահատել Մոսկվայում իր բանագնացների հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դոնալդ Թրամփի խոսքով ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները տպավորություն են ստացել, որ Պուտինը ցանկանում է ավարտել Ուկրաինայի հետ պատերազմը։ Թրամփի կարծիքով ՌԴ նախագահը կցանկանար վերադառնալ բնականոն կյանքի եւ առևտուր անել Միացյալ Նահանգների հետ հազարավոր կյանքեր կորցնելու փոխարեն։ Այդուհանդերձ Թրամփը թերահավատություն է հայտնել, թե հանդիպումն արդյունքներ կտա։ Չեմ կարող ասել ինչի կհանգեցնի այդ հանդիպումը, որովհետև տանգոյի համար երկուսն են հարկավոր, նշել է նա։ Միևնույն ժամանակ Ուիթքոֆը եւ Քուշները Մայամիում կհանդիպեն Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ խաղաղության շուրջ հետագա քննարկումների համար։ Դեկտեմբերի 2-ին Կրեմլում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ դեռևս չկան փոխզիջումային տարբերակներ։ Որոշ հարցեր Մոսկվայի համար ընդունելի են եղել, որոշ հարցեր քննադատության արժանացել։ Ամերիկյան ծրագրում անընդունելի կետեր կան նաև Կիևի համար, մասնավորապես տարածքային զիջումների, ուկրաինական բանակի թվաքանակի կրճատման եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարի հետ կապված։ Խաղաղության բանակցություններին զուգահեռ շարունակվում են փոխադարձ հարվածները։ Ռուսաստանը հայտնել է գիշերն ուկրաինական գրեթե 80 անօդաչու թռչող սարք խոցելու մասին, այդ թվում Մոսկվայի երկնքում։ Վորոնեժում կա 1 վիրավոր։ Իսկ Օդեսայում ռուսական անօդաչուների հարվածից շենքեր են վնասվել, կան վիրավորներ։ Ռուսաստանը ցանկացած դեպքում վերահսկողություն կհաստատի Դոնբասի նկատմամբ, լինի դա ռազմական թե այլ ճանապարհով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը India Today-ին տված հարցազրույցում։ ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն չէին ցանկանում լինել Ուկրաինայի կազմում եւ դա արտահայտել են հանրաքվեում, ասել է Պուտինը։ Նա հավելել է, որ Մոսկվան չի համաձայնել ամերիկյան խաղաղության ծրագրի որոշ կետերի հետ։ Դա բարդ աշխատանք է։ Կրեմլի ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է ծրագրի 28 կետերը բաժանել 4 փաթեթի եւ քննարկել առանձին։ Պուտինի խոսքով Ուիթքոֆի եւ Քուշների հետ հանդիպումը շատ օգտակար է եղել։ Նրանց ներկայացրած առաջարկները հիմնված են Թրամփի հետ նախկին քննարկումների վրա։ Կրեմլի ղեկավարը նշել է, եվրոպացիները պետք է ներգրավվեն ուկրաինական կարգավորման աշխատանքներում, այլ ոչ թե խանգարեն։ Նա հավելել է, որ Ռուսաստանը մտադիր չէ վերադառնալ մեծութնյակ։ Պուտինի խոսքով Մոսկվան դադարել էր մասնակցել խմբի հանդիպումներին դեռ մինչև 2014 թվականը, երբ G8-ը դարձավ G7։ Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը Պեկինում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Սա Մակրոնի 4-րդ պետական այցն է Չինաստան։ Այս անգամ նրան ուղեկցում են տարբեր ոլորտների խոշոր գործարարներ։ Ֆրանսիայի նախագահն իր չինացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում կոչ է արել ավելի հավասար տնտեսական հարաբերություններ հաստատել Չինաստանի եւ Եվրոպայի միջև։ Սի Ցզինփինն էլ Ֆրանսիայի հետ ավելի խորը համագործակցության կոչ է արել։ Չինաստանը Ֆրանսիայի 7-րդ ամենախոշոր առևտրային գործընկերն է եւ գնում է տարեկան շուրջ 35 միլիարդ դոլարի ապրանք, իսկ Ֆրանսիան Չինաստանից 45 միլիարդ դոլարի։ Այցի ընթացքում Մակրոնը նաև նպատակ ունի Չինաստանին համոզել Մոսկվայի վրա իր ազդեցությունն օգտագործել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովն ընդունել է բանաձև, որը Մոսկվայից պահանջում է անհապաղ եւ առանց նախապայմանների վերադարձնել բոլոր ուկրաինացի երեխաներին, որոնք Ռուսաստան են տեղափոխվել պատերազմի սկզբից ի վեր։ Ըստ Կիևի, Ռուսաստանն Ուկրաինայից հարկադրաբար դուրս է բերել առնվազն 20,000 երեխայի, որոնցից միայն 1859 է հաջողվել վերադարձնել։ Բանաձևին կողմ է քվեարկել 91 դեմ 12 եւ ձեռնպահ 57 անդամ։ Բանաձևում խորը մտահոգություն է արտահայտվում ընտանիքներից բաժանված ուկրաինացի երեխաների ճակատագրի առնչությամբ եւ նշվում, որ այդ գործողությունները հանդիսանում են Ժնևի կոնվենցիաների խախտում։ Ուկրաինացի երեխաների տեղափոխման պատճառով միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր է տվել։ Ավստրիայում մեկնարկում է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 32-րդ նիստը։ Միջոցառման շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եւ նրա թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանը հանդիպում են ունեցել։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ամուր բարեկամական, եղբայրական եւ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացումը։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանում առկա անվտանգության իրավիճակը եւ խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված միջոցառումները։ Բացի այդ, կողմերը քննարկել են տնտեսության եւ առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի եւ հաղորդակցությունների ոլորտներում նախագծերի իրականացման հեռանկարները։ Նախարարները նշել են միջազգային կազմակերպությունների շրջանակում սերտ համագործակցությունը շարունակելու կարևորությունը, ընդգծելով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև փոխադարձ աջակցությունը դրական ներդրում է ունենում տարածաշրջանային համագործակցության մեջ։ Ավելի վաղ Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Ֆիդանը դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկել էր Սև ծովում անվտանգությունը, վերջին օրերին Թուրքիայի ափին լցանավերին հասցված հարվածների ֆոնին։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։